Մեր մշակույթում հայրը հաճախ լիարժեք չի երևում ընտանեկան պատկերի մեջ, հայրը կամ տուն հաց բերոնը կամ էլ այդ խիստը ում միջոցով երեխուն դաստիարակում են, ասում են հեսա պապատկա նայի ինչ անելու, հեսա իրան եմ ասելու։ Իրականում ինչ է նշանակում հայրը ընտանիքում երեխայի կյանքում։ Մի հատ լավ օրինակ բերեցիր, որ մայրն երեխուն ասում է, որ արդեն չի կարում համբերությունը չի երիքում, հələ սպասի հեսա պապան գա կասեմ, գիտես, ես դրան շատ դրական եմ վերաբերում։ Ու ես դա ճիշտ եմ համարում, որ տենց է լինում։ Այո, վերջնականապես դա տղամարդու բաժինն է, հա, լինելու, երբ որ կինը այդ հարցում դժվարանում է, երբ որ երեխան արդեն իր մորը միգուցե լրջությամբ չի վերաբերում, որ այո, այն վերջնական ինստանսը հայրը պիտի լինի, ու մայրը դա պիտի իրականում դա այդպես էլ տեսնի, որ երեխան, ասենց ասած, նաև գիտակցի, որ ես իմ ամուսնուց ոչ մի գաղտնիք չունեմ, ոչ մի բան չեմ թաքցնում։ Ես քո վերաբերմունքը, այսինքն երեխու վերաբերմունքը պիտի իմ ամուսնուն ասեմ, իմ կեսին ասեմ, ընտանիքում ինչ է կատարվում, ամբողջ է, այսինքն գաղտնիք չպիտի լինի իմ եւ իմ, այսինքն ամուսինների մեջ չպիտի գաղտնիք լինի, հա։ Երևի թե շատ խնդիրներ հենց տեղից էլ առաջանում են, որ կինը մի ուրիշ բան ասում, տղամարդը մի ուրիշ բան ասում, երեխան մի ուրիշ բան ստեղ է լսում, մի ուրիշ բան տեղ է լսում։ Այսինքն ինքը չի վերջապես հասկանում լավ, հիմա որն է ճիշտը, որն է սխալը։ Տարբերություն կա երկուսի ասացի մեջ, այսինքն եթե նրանք միաբան չլինեն այդ ամեն ինչի մեջ, երեխան ֆվիետ ոնց են ասում հայերեն շփոթված կլինի, հա։ Ու այդ շփոթմունքը շատ ուրիշ հետո բաների է տանում։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ տղամարդը ինչ դեր ունի այդ ընտանիքում արդեն հա երեխաների կյանքում եւ այլ, գիտես ես sense եմ հասկանում։ Առաջնայինը ես պիտի օրինակ լինեմ իմ ընտանիքի համար, իմ կնոջ ու իմ երեխաների համար։ Ես պիտի օրինակ լինեմ այն արժեքների մեջ, որը որ ես sense ասած դրել եմ իմ ընտանիքում, որը որ Աստծո խոսքն է ինձ սովորեցնում, հա։ Մենք շատ բարձ օրինակ բերենք, ինձ առօրյա։ Եթե ես իմ երեխային ասեմ գիրք կարդա, Աստվածաշունչ կարդա, նստի ժամանակ անցկացրի Աստծո հետ, բայց իմ երեխան ինձ չտենա այդ անելուց, ինչքան էլ ուզում է ես ասեմ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Ես կարամ ջղայնանամ, ես կարամ ձեռք բարձրացնեմ միգուցե, ես կարամ ես անեմ, այն անեմ, ստիպեմ զորով, բայց դա էֆեկտիվ չի լինի, ինքը վախից դրդված, դա կանի միգուցե, բայց երկար չի տևի դա։ Բայց երբ որ երեխան տենում է, որ հա, ես էլի ասում եմ, բնականաբար պիտի ասես, պիտի կոմունիկացիա լինի, չէ, վերջի վերջո, բայց այդ ասելուն հետ զուգահեռ, եթե դու օրինակ չես ծառայում, երեխան ոչ մի բան չի կարա հետո քեզանից սովորի։ Մի ուրիշ օրինակ կա, էքստրեմ կա, որ արդեն երեխան մեծանում է, հասակ է առնում, սկսում է ծխել։ Ես ծխում, մի ծխի։ Հա, ես այն անում, ինչ որ իմ հերն անում։ Ինչ որ իմ հայրն անում, ես այդ եմ տեսնում։ Իմ հետ լավ օրինակ կա, խոսք կա Աստվածաշնչում, որ այս ամեն ինչը ունի այդ սկզբունքը, այդ պրինցիպը գործում է, Հիսուսն ասում է, ես ինձանից ոչինչ չեմ անում, ինչ տեսնում եմ Հորը անելիս, դա անում եմ։ Այսինքն սա շատ պարզ է լինում, որ ծնող կամ հայր մի պահանջի քո երեխուց ինչ որ մի բան, եթե դու դրա մեջ չես կարող ստանաս դա։ Դրա համար դու եղի այդ օրինակը, թող ինքը քո օրինակը տեսնելով դրա մեջ աճի, հա։ Չգիտեմ, էլ ինչ պահեր կար, որ կարելի է այս տղամարդու դերը նաև վերանայել, ինչ կասես։ Դե շատ անգամ տեսնում ենք հորը, որ երեխու մասին ոչ մի բան չգիտի։ Խոսքի երեխայի դասադուլերի մասին, երեխայի ընկերների մասին, շատ ընտանիքներում ավելի շատ այդ հարցերով զբաղվում է մայրը։ Ու
հայրը շատ խնդիրներում ինքը բացակա մասնիկ է, այսինքն կարևորը նիշերը լավ են, կարևորը առողջ է ու այդքանը հերիք։ Գիտես, սենց ասեմ, երևի արի չի չափազանցնեմ կամ ինչ-որ ավել բան չասեմ, ինչ-որ իրականում կարա լինի, բայց այո, կինն տղամարդն իրենց դերերն ունեն դաստիարակության մեջ, հա։ Արի սենց էլ չասենք կամ չչափազանցնենք, որ այն ամենափոքր մանրունքն էլ պիտի իմանաս։ Չգիտեմ, դպրոցում ես ինչ տետերն է պետք եղել, դասատուն ասել է, մենակ մայրը գիտի դրա մասին, գնացել է այդ կարիքը հոգացել է։ Կարաս ասես, բայց դա ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ լուրջ բաների մասին, որ պիտի բոլորը, այսինքն ծնողը պիտի դրա մասին տեղյակ լինի, թե մայրը, թե հայրը, որ եթե ունի երեխան ինչ-որ խնդիր, եթե ունի ինչ-որ դժվարություն, եթե կա ինչ-որ մի հատ, չգիտեմ, բան, որ քեզ դու նկատել ես դա, որ դու մենակ չես դրան հաղթահարում։ Ոչ հայրը, ոչ էլ մայրը մենակ ինքնին, այդ երկուսով են դրանք անում։ Ասածս այն է, որ եթե դաստիարակությունը, միաբան դաստիարակությունը, ուրեմն երկուսի խոսքը մեկ պիտի լինի։ Սենց բաներ են անում, չէ, որ երեխա մի բան է հարցնում, գնում է մամայի մոտ, ասում է հորդ հարցրու, գնում է պապայի մոտ, ասում է մորդ հարցրու, ու մի հատ օրինակ բերեմ, տղաս արդեն հեսա 9 տարեկան է դառնում, ինքը երբ որ գալիս ասում է պապա կարամ ես ինչ բան է, ասում եմ մամային հարցրել ես, ասում է հա, ասում եմ բա ինչ ասի, դու ասում է կամ հա կամ չէ, ասում եմ բա քեզ խի է թվում ես խի պիտի ուրիշ բան ասեմ, գիտես այս երեխան գիտի մանիպուլացիաներ շատ ժամանակ, ինքը հասկանում է, ինքը իրան ինչա պետք ու ինքը ձևերը գտնում է։ Ու դժվարը հենց այդ է, որ ծնողները այդ բաների մեջ պիտի միաբան լինեն։ Թեկուս գիտես, որ խի է սենց ասել, թող էլի կամ չգիտեմ, ինչ-որ մի բան է երեխան ուզել, հայրը ասել է չէ, բայց մայրը ասում է դե լավ, ես ասել չէ։ Բայց թեկուս այդ իրավիճակի մեջ մայրը չպետք է հոր խոսքը անցնի կամ էլ հակառակ մայրը երբ որ ասել է չէ, պետք է հայրը չասի հա։ Գիտես, ստեղ բարի ու չար ծնողի մասին չի խոսքը, դե լավ, խի չես թողում երեխան այդ շոկոլադ ուտի։ Абսուրդ բան եմ ասում, բայց ստեղից է սկսում։ Եթե մայրը ասել է հա կամ չէ, ուրեմն հայրն էլ պիտի դրան համապատասխան ասի, եթե հայրն ասել, մայրն էլ դրան, այսինքն միաբան պիտի լինի։ Եթե չկա այդ միաբանությունը, եթե չկա այդ մեկ խոսքը, այդ միամիտ լինելը այդ հարցերի մեջ, դաստիարակության մեջ, որոշումների մեջ եւ այլ, երեխան շփոթվում է։ Չգիտի նպատակ, չգիտի տեսիկ, չգիտի հաստատություն, ցենց ասած հաստատակամություն չի սովորում դա այդտենց բաները, բայց երբ որ դա ամեն ինչը ցենց միաբան է լինում, մեկ հայտարարի են գալի ծնողները ու դրան համապատասխան դաստիարակում են երեխուն, այդ երեխան իրոք այն դաստիարակությունն է նաև ստանում, ինչ որ իմ կարծիքով Աստված ուզում է որ տեսնի երեխայի մեջ, որ հետագայում արդեն ինքը բացվի լինի այն Աստծո մարդը, որը որ Աստված նախ հորը ծնողից էր պահանջել։ Ուզում եմ կենտրոնանանք հոր մասնակցության մասին երեխային կյանքում ու իր ազդեցությունների մասին, եթե հայրը մասնակցություն այդքան էլ ցույց չի տալիս, երեխայի մոտ առաջանում է անվտանգություն զգալու վրա, ինքնավստահության վրա, աղջկա դեպքում ապակա ընտրյալի վրա կամ տղու դեպքում որպես ամուսին լինելու վրա։ Մի հատ օրինակ բերեմ։ Էլի հենց մեր ընտանիքի կյանքից։ Մենք որոշում ենք ասել, ես ու կինս, որ երբ որ մեր երեխեքը հարցեր ունեն մեզանից, ինչ ուզում է լինի, երեխայի հարցերը գիտես դե։ Այն ամենա պրիմիտիվ կամ անտրամաբանական կամ չգիտեմ, նաև տրամաբանական կապ չունի, բայց ինչ հարց է, երեխան որ մոտենում է մեզ ինչ որ հարց է տալիս, մենք որոշում ենք ասել, որ
աշխատում ենք, միշտ չի ստացվում, բայց աշխատում ենք գիտակցելով, որ երեխային համապատասխան տանք իր հարցին։ Ինչ է ստացվում դրանով։ Երեխան երբ որ հարց է տալի ծնողին, ծնողն էլ մտածում է այդ հարցի շուրջ, պատասխանում է ըստ երեխայի ընդունակությունների, հա։ Այդ երեխան հասկանում է, որ ինքը ամեն ինչով կարող է իր ծնողի մոտ գնա։ Դժվարություն լինի, հարց լինի, խնդիր լինի, կամ ինչ որ այա, որ ծնողի ռեակցիան իր ասացի վրա ոչ բարգացած ինչ-որ պատասխան է, զայրույթ է, կամ ձեռք բարձրացնել է, կամ այլ ճիշտ ձևով արձագանքել այդ ամեն ինչին, որ երեխային չվանես քեզանից, որ ինքը նմանատիպ հարցերը հետո չէ տա դրսից փորձի ստանա։ Էսի կապ ունի դրա հետ, երբ որ հարց են տալիս երեխաները իրանց ծնողներին, թե ոնց եմ եկել, ու իրանց ծնողները պատասխանում են, թե քեզ դրչունն է բերել, կամ չգիտեմ ինչի մեջից են քեզ գտել։ Կապ ունի էսի դրա։ Դե բնական է այդ հարցը տալիս է, ստե իմաստություն է պետք ծնողի համար։ Գիտես, հա, ես դեմ եմ, երբ որ արդեն երեխային են շատ մանուկ հասակում, սեռական բիոլոգիա ես բացատրում, դա չի իմ ասացի հիմքը, չէ, այլ հարցը երբ որ տալիս է, պատասխանը չպետք է, ակո ինչ գործն է, ակո տարիքը չի գնա, տենց հարցեր մի դու, այս սենց պատասխանները չպիտի երեխան լսի, այսինքն ինքը դրանով արդեն ոնց որ իր ենթագիտակցությունը հասկանա, ես ոչ մի բանի ընդունակ չեմ, փաստորեն իմ տված հարցերը անիմաստ են, մեկը իմ ծնողից պատասխան չեմ ստանալու, մեկը ինչ էլ որ լինի, ավելի լավ է չգնամ իր մոտ, ուրիշ տեղ իմ հարցի պատասխանը գտնեմ։ Հա, սա նկատի ունեմ, այսինքն դե բնական է, երբ որ երեխան հարց է տալի, չգիտեմ, երկիր մոլորակը խի արևի կողքը կամ արևը խի ասենց կամ անկապ, հա, դու չես սկսում իրան աստրոֆիզիկա բացատրես, թե բնական է, բայց իր հարցին լուրջ ես վերաբերում, իրան պատասխանում ես, իրան ընդունակություններին համապատասխան, դե նման բաներ, ու տեն զարգանում է այդ երեխայի հարաբերությունը նաև քո հետ, մի անգամ մի հատ օրինակ լսեցի, մի հայր իր աղջիկը արդեն դպրոցական տարիքում, չգիտեմ, 12-13 տարեկան է լինում, գալիս է տուն, ասում է, պապա, գիտես, մի հատ տղու եմ տեսել, այնքան է սիրուն ինքը, հավանել եմ։ Դե հայ տղամարդ, հիմա ինչ ռեակցիա տաս, չէ, մեր ստանդարտ պատասխանը ջղայնանալն է, մի բան էլ ասելն է, ինչ գործ ունես եւ այլ, բայց նա ինչ ես դու դրանով անում, երեխա դեռ չի հասկանում, միգուցե ավելի փոքր տարիքում ա եղել, չգիտեմ, բայց ինքը դա դեռ չի հասկանում, հիմա նայ, դու եթե տենց պատասխանեցիր, միևնույն է ինքը հավանելու է ինչ-որ մեկին, ու ինքը արդեն այդ դեպքում քո հետ չի կիսվելու, որովհետև ինքը առաջի ժամանակ, երբ որ քեզ այդ դրա մասին ասեց, ինքը պատասխան ստացավ, իր մեջ տպավորվեց դա, որ քո պատասխանը բացասական էր, ու քո հետ ինքը չի կիսվի այդ հարցերով։ Հիմա դու ինչ կուզես քո երեխան նմանատիպ կարևոր հարցերով, էթա չգիտեմ ուրիշի հետ ընկերու կամ ինչ որ մեկի հետ որ վատ խորհուրդներ պիտի տան իրանց հետ կիսվի, թե կուզես որ գա քո հետ կիսվի, որ դու տեղյակ լինես, ուղղություն տաս, պաշտպանես վերջի վերջո, չէ՞ որպես ընտանիքի հայր, ու ճիշտ ընթացք տաս այդ ամեն ինչին։ Դինայ մի փոքր բան է, մի հատ փոքր պատասխան է, որ ինչքան մեծ բաներ է հետո փոխում։ Կանք Աստվածաշնչյան օրինակներին, Աստվածաշնչում շատ հայրերի ենք հանդիպում նաև, ու կատարյալ հայրը հենց հայր Աստվածն է մեր համար, ու ինչ կարող է երկնային թե երկրային։ Երկրային հայրը սովորի, երկնային հորից։ Երկրային հայրը, երկնային Աստծուց։ Ոնց ասեմ։ Դժվար է։ Համել որ երկրային հայրը իր որդուն զոհեց։ Դժվար է, հա։ Այլ սենց նայենք։ Հայրը ինչ է տալիս, երկնային հայրը ինչ է տալիս իր երեխաներին։
տալիս է խոսք, տալիս է ուղղություն, տալիս է գիտություն, իմաստություն, զորություն, ու այս տեսակետից երևի թե կարանք նաև նայենք այս ամեն ինչին երկրավոր հոր երեխաների հարաբերությունների մեջ։ Հայր բառը հետաքրքիր է սա, հայր բառը եբրայերենում աբա բառն է։ Աբա կամ հայր հասկացողությունը կարած նաև վերագրես որպես ակունք, քվելը գերմաներեն ասած, աղբյուր, այո, այսինքն աղբյուր նշանակում է ինչը որ երեխան ստանում է, պիտի այդ աղբյուրից լինի։ Դա ֆիզիկականը կլինի, թե հոգևորը կլինի։ Հոր պատասխանատվությունը հենց դրանում է կայանում, որ ինքը պիտի այդ ամեն ինչը մատակարարի, ինքը պիտի տա։ Ու երբ որ ինքը չի կարող դա տա, երեխան դա ստանում է ուրիշ տեղից։ Միևնույնն է ստանալու է։ Ու այդ ուրիշ տեղից ստանալը ինտերնետից, ընկերական շրջապատից, չգիտեմ, կինոներից, ես մի խոսքով sense օրինակներ է, շատ ժամանակ, միշտ չէ, բայց շատ ժամանակ բացասական են ավելի շատ լինում։ Որտեվ հենց sense նայենք այս հարցին, ով կարա ծնողից ավելի շատ իր երեխուն սիրի։ Ասում է, չէ, Հիսուսը, որ եթե դուք որ երկրավոր հայրեր, որ ձեր երեխան հաց ուզում քարջ եք տալիս, որքան ավելի երկնային հայր։ Դուք որ չար եք, գիտեք բարին անելը, որքան ավելին ձեր երկնային հայրը գիտի բարին տալը, երբ որ խնդրեք նրանից, որքան ասում փոքու կոնտեքստով, բայց իհարկե կարանք սա վերագրենք ամբողջականի վրա, որ այո, մենք որ ի սրտե sense ասած չարություն կա մեր մեջ, բայց գիտենք էլի մեր երեխաներին լավը անելը, բարին անելը, ինչքան ավելին մեր հայրը երկնային, որ այդ բարին անել գիտի, հա, ու սա օրինակ է միևնույն ժամանակ, բայց գիտես, արի բարին ու լավը տարբերենք։ Սա Ջոն Բիվերից եմ լսել, ինքը լավ օրինակ է սա վերաբերյալ բերում, պտղի վերաբերյալ։ Ինքը ասում է Եվան, այսինքն ոչ թե Աստծո խոսքն ասում, որ Եվան երբ որ տեսավ, ասում է իր աչքերին հաճելի, հա, բարին այդ իմաստով, հաճելի իմաստով թված։ Այսինքն դրա մեջ աչքերի համար, կամ sense կողքից նայելով ֆիզիկականով վատ բան չէր Եվայի համար դա։ Այսինքն հաճելին բարի չէր։ Հիմա նայ երեխաների կյանքում շատ ժամանակ հաճելին բարին չի։ Այսինքն երեխան գալիս է քեզանից նայած տարիք բնականաբար, տարբեր տարիքներ իրենց բաներն ունեն, դժվարություններն ունեն, փոքր տարիքում երեխան քեզանից քաղցրավենիք է ուզում, շոկոլադ է ուզում, իմանալով որ դա քաղցր է, համով է, հաճելի է, բայց դու ծնող որպես լինելով հիմա ինչ ես, բարին ես կամենում, թե հաճելին։ Բնականաբար բարին ես, ինքն եթե դու գիտես ինքը ամբողջ օրը մենակ այդ քաղցրով է սնվել, հիմա դու լավ ծնող ես, եթե դու հաճելին տասելի երեխային, բնականաբար չէ, այսինքն դու տալիս ես բարին, ինչը որ պետք է նրան, ու երեխան շատ ժամանակ չի հասկանում դա, ասում է իմ ծնողը փաստորեն իմ լավը չի ուզում, որովհետև լտես ես քաղցր բանը ինչ համով է, ու ինքը ինձ թույլ չի տալի, որ ես այդ համով բան ուտեմ, այսինքն լենջ վառն է։ Մեր հայրը շատ ժամանակ այո հաճելին չի տալի մեզ, տալիս է բարին, ու մենք էլ շատ ժամանակ չենք հասկանում, որովհետև մեր միտքերը չի հասել դրան, որ մենք մեր հոր մտքերը հասկանանք, ասում եմ իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, իմ մտքերը ձեր մտքերը չեն, ավելի բարձր են, այսինքն այս նմանատիպ օրինակները, որ երկրավորն ու երկնային շատ sense համեմատելի է, կարող ես էլի տենաս, որ հա էլի բարին հաճելին, լավն ուզելը կամ վատն ուզելը մի քիչ հա տարբեր ենք։ Թեկուզ հենց այն բաղով, որ օրինակը բերեցինք, չէ, որ ծնողների կարծիքը խոսքը մեկ պիտի լինի։ Եթե մեկը արգելում է մի բան, մյուսը թող չասի գեր։ Այն շոկոլադի օրինակով բերենք, հա։ Այսինքն դա է, որ հաճելին բարի հետ չփոթենք։